Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանությունն ամեն երեկո, սեպտեմբերի 18 Եվ նրանք իմ հետևից գալիս են, Հովհաննես 10:27 խոսք։ Մենք պետք է հետևենք մեր Տիրոջը նույնքան անվարան, որքան ոչխարներն են հետևում իրենց հովին, քանի որ նա իրավունք ունի առաջնորդելու մեզ այնտեղ, որտեղ ինքն է կամենում։ Մենք մեր անձերի տերը չենք, մեզ համար գին է վճարված։ Եկեք ճանաչենք քավիճ արյան իրավունքները։ Զինվորը հետևում է իր հրամանատարին, ծառան հնազանդվում է իր տիրոջը, եւ որքան ավելի մենք պետք է հետևենք մեր փրկչին, որի փրկագնված սեփականությունն ենք։ Մենք հավատարիմ չենք մեր դավանությանը, եթե կասկածի տակ ենք դնում մեր առաջնորդի հրամանները։ Հնազանդությունը մեր պարտքն է, ըմբոստությունը մեր անմտությունը։ Հաճախ մեր Տերը կարող է ասել մեզ, ինչպես Պետրոսին. «Քեզ ինչ, դու իմ հետևից եկ» Հովհաննես 21:22 խոսք։ Ուր էլ որ Տեր Հիսուսը մեզ առաջնորդի, նա մեր առջևից է գնում։ Եթե անգամ չգիտենք, թե ուր գնանք, ամեն դեպքում գիտենք, թե ում հետ գնանք։ Նման ուղեկցի հետ ով կվախենա ճանապարհի վտանգներից։ Ուղևորությունը գուցե երկար տևի, սակայն նրա հավիտենական բազուկները մեզ մինչև վերջ կհասցնեն։ Տեր Հիսուսի ներկայությունը հավիտենական փրկության երաշխիք է, քանի որ նա ապրում է, մենք էլ ենք ապրելու։ Հովհաննես 14:19 խոսք։ Մենք պետք է անկեղծությամբ եւ հավատքով հետևենք Տեր Հիսուսին, քանի որ այն ճանապարհները, որոնցով նա առաջնորդում է մեզ բոլորիս, ավարտվում են փառքով եւ անմահությամբ։ Ճիշտ է, դրանք բոլորովին էլ հարթ չեն, այլ ծածկված են սուր ու անտաշ քարերով, սակայն տանում են դեպի այն հիմքերով հաստատված քաղաքը, որի ճարտարապետն ու արարիչը Աստված է։ Եբրայեցիս 11:10 խոսք։ Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են եւ ճշմարտություն նրա ուխտն ու վկայությունը պահողների համար։ Սաղմոս 25:10 խոսք։ Եկեք կատարելապես վստահենք մեր առաջնորդին, քանզի գիտենք, որ թե հաջողության եւ թե դժբախտության մեջ, թե հիվանդության եւ թե առողջության մեջ, թե ընդունելության եւ թե արհամարհանքի մեջ, նրա նպատակը իրականանալու է, եւ այդ նպատակը մաքուր ու անխառն բարիք է խոստանում ողորմության յուրաքանչյուր ժառանգորդի համար։ Մենք պետք է հաճելի բան համարենք Քրիստոսի հետ մռայլ բլրի ամայի կողմը գնալ, եւ երբ անձրևն ու ձյունը փչեն մեր երեսին, նրա թանկագին սերը մեզ շատ ավելի երջանիկ կդարձնի, քան նրանք են, ովքեր իրենց տներում նստած տաքանում են աշխարհի կրակից։ Թե ամանայի գագաթին, թե առյուծների որջերում, թե ինձերի սարերում, մենք հետևելու ենք մեր սիրեցյալին։ Թանկագին Տեր Հիսուս, քաշիր ինձ, եւ մենք հետևիցդ կվազենք։ Երգ 1-4 խոսք։